Այո, իսկապես կան նման հետազոտություններ, որ խաչածաղկավորները պարունակում են զոբագեն նյութեր որոշակի, օրինակ դրանք հականուտրիենտներ են, այսպես ասած, օրինակ իզոթիոցիանատները, բայց նշեմ նաև, որ սա հատկապես ակտուալ է այն մարդկանց համար, որոնք ի սկզբանե ունեն յոդի դեֆիցիտ։ Այսինքն պայմանական առողջ մարդը, ով ունի յոդի դեֆիցիտ, օգտագործելով չափավոր այս ընտանիքին պատկանող բանջարեղեններ, դա իր մոտ չի առաջացնի վահանաձև գեղձի թերֆունկցիա կամ հիպոթերեոզ, այսինքն պետք է ինչ-որ նախնական տրիգեր նախադրյալ լինի դեֆիցիտի տեսքով յոդի, որը ավելի այդ իրավիճակը, այսինքն կվատթարացնի, բայց ամբողջությամբ հանել այս մեծ ընտանիքը ռացիոնից ամեն դեպքում ճիշտ չեմ գտնում, կարելի է իրենց թողնել օգտագործելով ջերմային մշակմամբ, որովհետև կան հետազոտություններ, որ օրինակ 5 րոպե եռացող ջրի մեջ թողնելով բրոկոլին 50%-ով են նյութերը, որոնք որ զոբագեն են, իրանք այսպես ասած դեակտիվանում են որպես այդպիսի։